Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդաշարը։ Եվ հաղորդաշարը իրոք որ արժե հետևել, որովհետև մենք մի հանձնառույթ ենք վերցրել վերականգնելու մեր ազգային խոհանոցը մարզ առ մարզ։ Դուք մեզ հետ եք, երբ որ մենք համարյա ամբողջությամբ վերականգնեցինք եւ ցուցադրեցինք Շիրակի մարզի խոհանոցը եւ արդեն անցել ենք Արագածոտնի մարզին։ Այսօր ես հյուր ունեմ եւ իմ հյուրն է Արայիկ Ամիրխանյան, մեր լավ բարեկամ, գործընկեր, ով ապրում եւ ստեղծագործում է Իսպանիայում, այո, ստեղծագործում է, որովհետեւ իրականում կայացած խոհարարը հենց ստեղծագործողն է, որ կա։ Ողջույն, Արայիկ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Գեր Մամուլյան, լավ, շատ։ Ուրախ եմ, որ չմերժեցիր մեր հրավերը, ապրես դու, կեցես։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք տոլմա։ Աշտարակի տոլմա։ Աշտարակի տոլմա։ Ջան, աշտարակի տոլմա, որը ենթադրում է գառան եւ խոզի միս, խնձոր, սերկևիլ, սող, բլղուր, չրեր, սևսալորաչիր եւ ծիրանաչիր, ուրց, թարխուն, պիտի ավելացնենք շաքարավազ է մեզ պետք գալու, ալյուր եւ լավ տրամադրություն։ Կա ամեն ինչ, պատրաստ եք։ Իհարկե։ Գնացինք։ Նախ միսը կտրատում ենք։ Որ միսն է սիրում։ Գառան, Համար մեկա, խոզի։ որը դուք ուզում եք։ Ես գար շատ եմ սիրում։ Ուրեմն խոզը կսկսեմ։ Եվ զրուցենք, խոսենք, տեսնենք վերջը ինչ է լինելու։ Ես միշտ հպարտորեն նշում եմ, որ աշխարհի ամենահամերաշխ հանրությունը խոհարարների հանրությունն է։ Այ դուք քանի որ ապրում ես եւ գործում դրսում շատ հեռու, հայրենիքից ինչ ես նկատել այս մասով, այս ուղղությամբ։ Այսինքն իրոք խոհարարական հանքարությունը աշխարհի համերաշխ է։ Շատ համերաշխ է, դուք ճիշտ եք, բայց ես դրսից ճիշտ ասած վերջի տարվա մեջ ավելի շատ նկատում եմ, որ մարդիկ ավելի են շահագրգռված այսօր, որտեղ դուր է գալի համարյա բոլորին։ Այո։ Նորություններ ու հույսով եմ, որ սա ոնց որ Այսինքն փոխառություններ, փորձի փոխանակումներ, չէ՞։ Այո։ Չէ որ խոհանոցը ընդհանրապես մշակութային ժառանգություն է, թեկուզ ոչ նյութական, բայց հենց դա ինքը իրենով արժեքավոր է, որ մենք կարողանանք այլ ազգերի, այլ ժողովուրդների հետ հարաբերվենք, շփվենք, ճիշտ է։ մի ինչ-որ բանով փոխանակվենք, ինչու ոչ։ Մենք ոչ չենք ասում փոխանակվել նշանակում է ուրանալ սեփականը եւ յուրացնել օտարինը։ Իհարկե։ Գառան միսը կտրատեցի ես։ Ես էլ խոզը։ Ես որ Սա կարող է խառնել արդեն։ այո։ Սոխն եմ ուզում կտրատեմ, դու ինչ կարծիք ես։ Ոնց կուզենար։ Սոխի հետ կմանրացնեմ թարխունը, կճզմեմ, որպեսզի ստանամ մեկ ընդհանուր համ։ Եվ հեռուստադիտողներին հիշեցնենք, որ մենք պատրաստում ենք աշտարակի տոլմայի աշտարակի տարատեսակ, որը ինչպես նշեցինք, մրգերով, չրերով եւ այլ հետաքրքիր նյութերով է։ Սև պղպեղ եմ ավելացնում, աղ, լոտոս ապրանքանիշի աղը եւ շարունակում եմ այսպես տրորել, ճզմել։ Դրանով մենք ինչ ենք ստանում։ Ստանում ենք համերի փոխադրում, սոխի, ուրցի, թարխունի, աղի, պղպեղի եւ մեկ ընդհանուր համեմունք։ Խնդրում եմ,
Եթե Հիմա այս ամբողջը պետք է խառնենք։ այո, խնդրում եմ մի հատ տեսնես, հոտ քաշես, Շատ հաճելի բուրմունք ունի։ հաճելի է, չէ՞։ Եթե Իսպանիայում գործունեություն ծավալած խոհարարը հավանում է, լավ է։ Այնտեղ ամեն թաղամասում ինձ թվում է զարգացածության այդ աշճանը դրանից է գալի, որ ամեն թաղամասում իրանք ունեն քաղաքապետարանից հատկացված մի ռեստորան, որը միայն թաղի ժողովրդի համար է։ Մենակ թաղի ապրողների համար է, որոնք այդտեղի անդամներ են։ Այսինքն Ակումբային վիճակ։ Այո։ Ամեն մեկը վճարում է տարեկան գումար։ Այդտեղի մաքրության հիանալի է։ Այդտեղի մաքրության եւ ամեն ինչի համար ու ասենք եթե ինձ թվում է այդտեղից է որ իրանց մոտ խոհարարությունը շատ զարգացած է, որովհետեւ այտենց մարդ չկա որ չհասկանա խոհարարությունից, սենց ասեմ։ Այցելուների մասով է, այսինքն որ խոհարարությունից թե խոհանոցից ազգային։ Խոհանոցից ազգային։ Իրենց ազգային խոհանոց։ Այո։ Իրանք հնարավորություն ունեն ամեն մեկը պատրաստելու, ցույց տալու, հյուրասիրելու, այդ մշակույթը իրանց մեջ կա ու Այո։ այդ շատ հետաքրքիր է։ Իսկ եթե դժվար չի դրա նախաձեռնությունը որտեղից է գալիս։ Դրա նախաձեռնությունը երևի հնուց է եկել, ճիշտ ասած ես չգիտեմ այտենց Բայց այդ թաղապետարան ինչ որ այդ կառույցները միջամտում են այդ գործունեությանը։ Խոհարարների միությունը հաստատ միջամտում է, որովհետև առանց իրանց չի կարա ոչ մի խոհարարության հետ կապված ոչ մի բան լինի, բայց այնպես չի, որ իրանք գիտեն ամենտեղ ինչ կա, ամենտեղ ինչ ձևի այդ Ինչ դրվածք։ տվյալ տեղը որ հատկացված է ինչ ձև է իրանից ինչ է ներկայացնում։ Այո։ Եվ այդտեղ գործունեությունը շատ ավելի այսպես սոցիալական այդ ծրագրերի մասին է, թե ուղղակի ազգային խոհանոցը հասանելի դարձնելու։ Ազգային խոհանոցը հասանելի դարձնելու մեկ էլ մի բան էլ ասեմ, այնտեղ անդամները չգիտես ինչու հին ժամանակներից եկել է որ կանայք չեն կարողացել լինել այդ տվյալ ակումբի անդամ, բայց հիմա արդեն քիչ-քիչ արդեն կարողանում են լինել ու իրավունք ունեն այդտեղից օգտվեն ամեն ինչ ունենան, բայց անդամ իրավունք չունեն լինել։ Հիմա նոր սկսել են սովորեցնում են կանանց իրավունքներ, մարդկային ինչ որ հավասարություն, չգիտեմ ինչ, լույս դրանց է որ։ Ես էլ եմ ճիշտ ասած զարմացած։ Так, այսպես Սերգեյվիլի եզրերը պիտի շաքարավազ անենք։ Շաքարավազով ներսից օծենք եւ ես տեսնում եմ որ խճողակը շատ է, հենց դրա համար մենք արդեն կաղամբել պատրաստեցինք, չէ՞։ Ես երևի սենց անեմ։ Այո։ Նախորդ նշենք, որ Սերգեյվիլը միջուկը երասնամություն նախորդ խաշել են, որտեղ Սերգեյվիլը երկար է խաշվում, նրա ջերմային մշակման ժամանակը շատ ավելի շատ է, քան ստեղ խնձորին է, դրա համար մենք Սերգեյվիլը արդեն նախորդ խաշել ենք։ Շատ։ Հիմա կաղամբի մեջ, չէ՞։ Տնենք։ Սա ասեմ, որ աշտարակի տոլման միայն մրգերով է, չրերով պիտի դնենք ու գառան արգանակով պատրաստենք։ Բայց մենք ավելացնում ենք նաև կաղամբ։ Ես ուզում եմ ուղղակի այսպես առաջ ընկնելով ասեմ, հարգելի հեռուստադիտողներ, մի չքնաղ երևույթ է Արագածոտնի խոհանոցը։ Մի չքնաղ երևույթ է։ Դուք հետս հետ է այսպես ունադրելով մեր հաղորդումները կտեսնեք, որ շատ հիանալի մի չքնաղ խոհանոց կա այդ մեր չքնաղ գողտրիկ մարզում։
Ընդհանրապես բոլոր մարզերում էլ յուրահատուկ խոհանոց է, մեր մարզային խոհանոցը, որին որ սկզբից գովում ենք, հետո տեսնում ենք մյուսը ուսումնասիրել, որ տեսնում ենք, որ եղբայր այնտեղ էլ շատ լավ երևույթներ կան։ Ճիշտն ասած կուզենայի ձեր թույլտվությամբ մի բան ավելացնեի, ես մեր հայկական խոհանոցի վերաբերյալ։ Այսօր ժամանակակից խոհանոցը թույլ է տալի ավելի քո մտքերը արտահայտելու ուտելիքի միջոցով, ոնց ասած։ Փաթաթի ես միացնեմ նաև ֆոտոքանա, վառարանը։ Ես մեր հեռուստադիտողին, չգիտեմ, կլինի որպես հուշում կամ ոնց որ ես եմ մտածում։ Ճիշտ ասած ամեն ուտելիք, որ պատրաստվում է, Այո, դա սահմանափակ չի իմ մտածելով ու շատ հնարավոր է ձևափոխությունները ավելի համեղ ստացվեն։ այո, Քան այսինքն ինչ-որ- պատալը միշտ խոհանոցի հետ կապված խրախուսելի է։ Հիմա ես խմորը կանեմ, բայց որպես ես բանջարեղենի վրա ալուր չանեմ, մի քիչ էլ ես կում կգամ։ Սկսենք, ուրեմն ինձ խնդրեցին, որտեղ որ ես աշխատում էի, որ գնամ այդ տարածքներից մեկում, ունեն մի շաբաթ տարվա մեջ, որը տարեց մարդկանց համար է։ Միայն տարեց մարդիկ են գնում։ Պատրաստելու մասին է Ոչ։ խոսքը։ Սպասարկելու։ Դիտելու ու համտեսելու։ Ահա։ Սրա վրա ավելացնում ենք մի քիչ գոլ ջուր եւ աղ։ Խառնել։ Տարեց մարդկանց համար էր պատրաստ։ Տարեց մարդկանց համար ու ինձ խնդրել էին, որ գնայի իրենց ավանդական ուտելիքներից ինչ-որ բան պատրաստեի ու պատմեի։ Մեծահասակներին պատմեի։ Այո, Պատրաստման ձևը, չգիտեմ, հա։ Իրենց կերակուրը։ իրենց կերակուրը։ Ինձ բախտ է վիճակվել ու չգիտեմ, ինձ թվում է բոլորն է գոհ են մնացել։ Մարդիկ այնքան զբաղված են, որ իրենց կերակրատեսակները չգիտեին։ Ճիշտն ասած գիտեն, ուղղակի ամեն մեկ իր ձևով է ներկայացնում Ահա, այո։ ու իրանց հետաքրքիր է ժամանակակից խոհարարի մտածելակերպը, Հասկանալի է։ ժամանակակից խոհարարի Լուծումները։ լուծումները։ Ահա, քանի որ մենք ունենք սրա այս մեր կճուճի կափարիչը, ուդուլի կափարիչը դնենք, առայժմ դնենք, թող ինքը իրենով ջեռոցում պատրաստվի, կիսապատրաստ լինելուց հետո, այսինքն մենք 35 րոպե ենք դրել, մոտավորապես 25-30 րոպեից հետո կհանենք, խմորը կդնենք, նոր արդեն վերջնական տեսքի կբերենք եւ վերջնական միջոց։ Խմորը հիմա մի քիչ կհանգստանա եւ նորից 20-25 րոպե, երբ որ կմնա 5 րոպե, կհանենք, խմորով կծածկենք, մի քիչ ձետ կդնենք, քունջուտ կդնենք վրան, եւ այդպես էլ կմատուցենք։ Շատ լավ։ Բարեկամներ, մենք ունենք ազատ 25-30 րոպե ժամանակ։ Կհանդիպենք այդ րոպեն վայելելուց հետո։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, արդեն անցավ մեզ տրամադրված ժամանակը, Արայիկ ջան, արդեն տեսնում եմ, որ եւ ֆելու վրա է, չէ որ մենք խոստացել էինք, որ խմոր պիտի կպցնենք վրան, այսինքն հավաքչության նյութը որպես այդպեսին աշտարակի տոլման հենց կավի մեջ վերջում խմորով պատված վերցնենք մեր ավանդական կավե ամանը, այստեղ ջուրը իհարկե մի քիչ շատ է, Զգացիր։ Զգացիր։ Ես սկսեմ երևի խմորը։ Դու խմորը բացիր եղբայրս ինչ
Ես պիտի ուղղակի մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ այս հատուկ կավե տարան կամ կացան, ասենք այսպես, հարմարեցված են, նա տակը ունի հատուկ հարմարանք ծակոտկիներով, այսինքն այդ կպչելու կամ տակը կպչելու տարբերակներից ապահովագրված է, այո։ Կողքերից մենք կարանք հետո Այո, իհարկե կտրելու ենք, իհարկե։ Սա իհարկե մեր իմպրովիզն է, քոնջութ է, բայց կարծում եմ վատ չի լինի։ Սա այսպես։ Ինձ թվում է պետք է ծակենք, չէ՞։ Չէ։ Հենց այդպես։ Դիր։ Այո։ Ես եվս մի քանի րոպե մինչև կտեսնենք, որ կարմրեց, չէ՞։ Հարգելի հայրենակիցներ, արդեն 2-1 վայրկյան եւ վերջ, պատրաստ է։ Ես կբերեմ ափսեն, Այո։ մոտիկացնեմ։ Աստվածի։ Միթե այսպիսի բաներ կա աշխարհում։ Ես լսել եմ, որ ճապոնացիները խարակիրին սկսվել է հենց հայկական կերակուրներից, երբ որ սկսել են 1-1, 1000-ից 1 համտեսել, իրենք հասկացել են, որ եթե մինչև հիմա այս կերակուրը չեն ճաշակել, էլ ինչի է պետք իրենց կյանք։ Եվ սկսել են իմ կարծիքով։ Սա արդեն պատրաստ է։ Ես կուզենամ, որ մենք մի ամրագրենք այսպես, ամրագրենք եւ նաեւ բացենք եւ մատուցենք, ինչպես որ հարկն է։ Բարեկամներ, արդեն պիտի ներկայացնենք այսքան աշխատելուց հետո, մտախոհ աշխատելուց հետո, չէ՞։ Ես է զովացուցիչ պատրաստեմ։ Այո։ Իսկ զովացուցիչը մենք պատրաստում ենք ռեհանի բնական, քիչ գազավորված զովացուցիչ ըմպելիքով, էկզոնատ։ Քիչ գազավորված։ Ինչու եմ առաջարկում հենց հատկապես էկզոնատը, որովհետև այն բնական է նախ եւ առաջ, պատրաստված է մեղրախոտով, ընդհանրապես շաքար չի պարունակում, մեր պատկերացրած շաքարը իհարկե, օգտակար է, նպաստում է մարսողությանը, վկնածության դեմ պայքարում է անկրկելի ձևով, եւ իհարկե նաեւ համեղ է եւ շատ տեսքով գույնը հաճելի, համը հաճելի։ Ահա, կիտրոն դնենք։ Սկսեմ ձևավորել, ափսեն, Սա մատուցեմ։ ինչ է։ Այդ ինչ որ սպասում էինք։ Այս որ ճապոնացիները Խարակիրին։ Այսպես։ Արայիկ ջան, ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին փոխանցել քո փորձից, քո ցանկություններից։ Կցանկանամ մեր հեռուստադիտողին հետևեն ու Սնվելուն իրենց։ Ճիշտ սնվեն։ ճիշտ սնվելուն հետևեն ու ուտելիքը սնունդը չնայեն միայն կշտանալու միջոց։ Բարեկամներ, սնունդը միայն կշտանալու միջոց չէ, քաղցը հագեցնելու միջոց չէ։ Սնունդը մեր կենսունակությունը ապահովելու կարևոր
միջոցն է, որպեսզի մենք կենսունակ լինենք, որպեսզի մենք ուժեղ լինենք, դիմադրողականություն ունենանք, բոլոր հիվանդությունների, այլ փորձությունների, իսկ փորձություններից նաև դուրս գանք ավելի ուժեղացած։ Շնորհակալություն Արա ջան, բարեկամներ, ձեր անունից եւս մեկ անգամ պիտի մաղթեմ, որ Արան շարունակի այն գործը, որը սկսել է, եւ իր կամեցածի, իր կարացածի կարողացածի չափով, ինչպես ինքը խոսք է տվել, օգուտ դա նաև մեր հայկական խոհանոցին։ Ապրեզում, կեցես։ Հաճելի աշատ։ Կեցես, եղբայր։ Աշտարակի տոլմա։ Գարան միս 400 գրամ, խոզի միս 200 գրամ, սերկևիլ 1 կիլոգրամ, խնձոր 1 կիլոգրամ, խոշոր բլղուր 40 գրամ, գլուխ սոխ 120 գրամ, ծիրանի ճիր 50 գրամ, զալորաճիր 50 գրամ, շաքարավազ 20 գրամ, աղ 16 գրամ, սև պղպեղ 8 գրամ, չոր ուրց 8 գրամ, թարխուն 40 գրամ, խմորի համար ալյուր, աղ, գոլ ջուր։ Բարի ախորժակ։ Բարեկամներից մենք յուրաքանչյուր անգամ առնչվելով տոլմայի հետ ունենք ընդգծված վերաբերմունք, ընդգծված տրամադրություն է մեզ մոտ առաջանում, բարձրանում է մեր տրամադրությունը, քանզի մեր կերակրատեսակների կերակրատեսակն է տոլման եւ արկա է մեր բոլոր տոնական սեղաններին։ Ուզում եմ, որ ինչպես Արայիկը նշեց, սնվենք ճաշակով, սնվենք գիտակցված եւ սնվենք հայերեն։ Եվ միշտ հիշեք, ազգային արժեքների պատասխանատուն մենք ենք։ Բարեկամներ, նման կերակրատեսակների համար երկար փնտրել հարկավոր չէ, ուղղակի հարկավոր է այցելել Բեգերյան Կարպետ Մադոյան 9 հասցե, փնտրել մեր ստուդիան եւ մեր ռեստորանը եւ դուք ունենաք այս հրաշալի կերակրատեսակները։ Առողջ եղեք եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։ Ցտես։